Սիրելի ընկերներ, Երևանում տեղի ունենում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը միջոցառում, որը ըստ էության դարձել է հակառուսական մի երևույթ, եւ մենք տեսնում ենք, որ Հայաստանում տեղի ունեցող այս միջոցառումը որևէ աղերս չունի իրական եվրոպական ժողովրդավարական արժեքների հետ, որովհետև այս ժամերին Երևանը ըստ էության վերածվել է ոստիկանական զորանոցի. Տեղի են ունենում բազմաթիվ բողոքի ակցիաներ, որի շրջանակներում մարդիկ ցանկանում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել եւ ուշադրությունը եվրոպացիների հրավիրել Արցախայցյան խնդիրների վերաբերյալ, նաեւ Հայաստանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ, սակայն մենք տեսնում ենք, որ Փաշինյանի ռեժիմը անգամ եվրոպացիների աչքերի դիմաց ըստ էության ցույց է դնում, որ բնավ որևէ աղերս չունի իրական ժողովրդավարական արժեքների հետ։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր զրուցել եմ Ստենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի հետ։ Ողջույն, պարոն Խաչիկյան։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Շնորհակալ եմ հարցազրույցի հնարավորության համար։ Պարոն Խաչիկյան, Հայաստանը ժամանել այս միջոցառման շրջանակներում ոչ ավելի ոչ պակաս Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, եւ բնականաբար սա հավելյալ ինտրիգ է մատնանշում այս միջոցառման շրջանակներում եւ փաստացի հայկական կողմը հյուրընկալում է Ռուսաստանի թշնամուն։ Սա ինչի մասին է խոսում եւ ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ։ Հայաստանը հյուրընկալում է ոչ միայն մի Ռուսաստանի թշնամուն, այլ Հայաստանը հյուրընկալում է հակառուսական մի ամբողջ կոնգրես։ Այս մարդիկ անգամ չեն էլ թաքցնում, որ Հայաստանը իրենց համար երկրորդական է։ Նրանք սկսեցին անմիջապես խոսել Ուկրաինայի մասին, Ուկրաինայի պատերազմի մասին, Եվրոպայի միասնության մասին Ռուսաստանի դեմ։ Ի վերջո հաստատ կընդունեն ինչ-որ փաստաթուղթ եւ կստիպեն, որ իրենց ծառաները ստորագրեն այդ փաստաթուղթը, դատապարտելով Ռուսաստանը։ Հնարավոր է նաեւ կմիանան որոշ սանկցիաներին։ Գիտեք, եթե նրանք ուզում են, թող անեն։ Եթե մեր հասարակությունը պատրաստ է հիմա նոր թշնամի ձեռք բերել, եթե Թուրքիան, Ադրբեջանը, որոնց զինում է Իսրայելը, մեզ քիչ էր, հիմա մեզ նոր թշնամի է պետք, այն էլ Իրանի սահմանի վրա, Իրանի կողքը գտնվող երկիր, հյուրընկալում է մի ամբողջ դաշինք, որը աջակցում է Իրանի դեմ այս հարձակմանը Միացյալ Նահանգների եւ քննարկում է նաեւ ռազմական օգնությունը Իրանի դեմ։ Իդեպ Մակրոնը ասեց, մենք չենք մասնակցելու որևէ ռազմական գործողություններին Հորմուզի նեղուցը բացելու նպատակով։ Այսինքն մեր Ժան-Ֆրանսուଆ Շամպոլիոն Ռզմալյանը եւ այդ դերասանները տեխնիկային թատրոնի, որոնք մեզ 8 տարի այդ հիմարությունը պատմում էին, որ Ֆրանսիան գալու է մեզ պաշտպանի։ Հիմա թող պատասխանեն իրենց ասացի համար։ Եթե Ֆրանսիան անգամ Միացյալ Նահանգներին չի աջակցում, իր սեփական ամենակարևոր դաշնակցին չի աջակցում Հորմուզում Իրանի դեմ, ո՞նց է նա Թուրքիայի դեմ կամ Ադրբեջանի դեմ մեզ օգնելու իր սեփական դաշնակիցների դիմաց։ Դա դնենք մի կողմ։ Սա ակնհայտ է, որ այս մարդիկ երևի խնդրեցին իրենց օգնականներին, որ քարտեզի վրա Հայաստանը գտնեն, որպեսզի նրանք հասկանան ուր են գնում, որտեղ անցկացնելու են այս հակառուսական համագումարը։ Եթե մեր հասարակությունը ուզում է, թող անեն, թող լինի նոր կոնֆլիկտ Ռուսաստանի հետ, մենք կտրենք մեր կապերը Ռուսաստանից, Մոլդովայի պես կոլապսի մեջ լինի մեր տնտեսությունը, ամեն ինչից զրկվենք, փակենք մեր ատոմակայանը, դա էլ կպարտադրեն։ Բայց նայեք, ով է եկել մեզ մոտ։ Եկել է մի երկրղեկավար, որը շնորհավորում էր Ադրբեջանին իր հաղթանակի առթիվ։ Ու մենք այդ մարդու հետևից ընկած վազվզում ենք Երևանի փողոցներով, ձեռք ենք սեղմում եւ գրկում համբյուրվում։ 5000 տղա է Հայաստանում զոհվել։ Մենք դա հիշում ենք եւ այս երկրի ղեկավարը նորից ասեմ շնորհավորում էր Ադրբեջանը իր հաղթանակի առթիվ։ Ես նաեւ կհիշեցնեմ, որ ըստ ամերիկացի կոնգրեսմեն Մենենդեսի Ուկրաինան ֆոսֆորային զենք է տրամադրել Ադրբեջանին, որը նա հերքում է, բայց դա ասում է ամերիկացի կոնգրեսմենը, իսկ մեր մոտ եթե ամերիկացի կամ ֆրանսիացի դա աստված է միանգամից, ուրեմն ճիշտ է։ Այդ հարցն էլ կա։ Մեր մոտ եկել է մի երկրի ղեկավար, որը 22 թվականի հոկտեմբերին իր հարցազրույցում, որը ես հեսա կհրապարակեմ թարգմանությունով, բաց ասել է, որ ինքն է կանչել այս անձին եւ Ալիևին Պրահա, որպեսի հանձնեն Ղարաբաղը, եւ ասել է, որ Ղարաբաղը դա տարածք է,
տարածք, ոչ թե մի երկիր կամ ինչ-որ շրջան, որտեղ մարդ է ապրում, հայեր են ապրում, այլ դա տարածք է Ադրբեջանի սրտում եւ պետք է հարգել 91 թվականի սահմանները, իսկ ինչ է լինելու ղարաբաղցիների հետ, ոչ մի բառ։ Եվ այս մարդը ասում է Ֆրանսիան հայերի կողքին էր ցեղասպանության ժամանակ, իդեպ չմոռանամ, այս մարդը ունի 11% ռեյտինգ։ Հոլանդի հետ նա ունի ամենացածր ռեյտինգը Ֆրանսիայի վերջի տասնամյակների պատմության մեջ այսպիսի ցածր ռեյտինգ չի եղել։ Եվ նա ասում էր Ֆրանսիան հայերի կողքին էր ցեղասպանության ժամանակ եւ անգամ հիշեց թե երկու ֆրանսիական նավ ինչպես Մուսադաղի բնակիչներին փրկեցին եւ հետաքրիր է իր վրա այս անձը գորգորալու է որ նա հիշեց ցեղասպանությունը որ չի կարելի չէ հիշել պատմական Հայաստանը ցեղասպանությունը ով է իրեն թույլ տվել կարող է բարկանա Էրդողանը ուրեմն նա հիշում է ցեղասպանությունը բայց չի հիշում որ իր հրահանգով նա շարունակեց ցեղասպանությունը Եվ իր հրահանգով Պրահայում, երբ որ նա Միշելի հետ նստած էր սրա կողքը, նրանք հանձնեցին Արցախը 120,000 հայ դարավ փախստական, եւ նա լաց է լինում ցեղասպանության մասին։ Եվ այս մարդիկ մեր մոտ եկել են, որ մենք իրենց ձեռքը պաչենք։ Իսկ եթե մենք ուզում ենք դառնալ հակառուսական պայքարի կենտրոն, դարեք, բայց միայն պատրաստ եղեք հետևանքների, այսինքն մեզ ստիպում են, որ մենք անենք մի բան, որը չի անում ոչ Վրաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան, դե Իրանը Ոչ արաբական երկրները, ոչ էլ գերտերություններ, ինչպիսին են Չինաստանը եւ Հնդկաստանը, այս պատերազմի մեջ չեն մտնում։ Ես շատ անգամ ասել եմ, Ալիևը մեր հակառակորդն է կամ հակառակորդներ, բայց Իրանից պետք է դիվանագիտություն սովորել։ Այս մարդը ոչ պրոռուսական է, ոչ պրոեվրոպական, նա իրեն պահում է չեզոք, լուրջ, ծանր ձևով եւ Ուրսուլան շատ լավ էլ գնում իրեն գրկվում է, երբ որ նավթի եւ գազի բան է առնում, հոտ է առնում, Բաքվից։ Ու մենք անում ենք մի հիմարություն, որը մեր հարևաններից որևէ մեկը չարեց։ Բայց ես չեմ զարմանում, որտեվ մենք ունենք այս խումբը անպատրաստ, անկիրթ, անհաջող, որոնք ուղղակի ենթարկվում են իրենց տերերի հրամաններին։ Պարոն Խաչիկյան, դուք խոսեցիք Էմանուել Մակրոնի մասին եւ պետք է հիշել, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի մաս, հենց Շարլ Միշելի եւ Մակրոնի քավորությամբ կամ ներկայությամբ։ Այո, բայց ես հենց դա էլ կկախեմ, ես այսօր երեկոյան թարգմանությունը կվերջացնեմ, կկախեմ, նա բաց ասում է Ղարաբաղը տարածք է, տարածք, այնտեղ ասենք կովեր են արածում, թե ոչխարներ են արածում, իր համար կարևոր չի, դա տարածք է, 120,000 մարդ, յա կա, յա չկա, իր համար կարևոր չի։ Նա ցեղասպանության մասին է խոսում, հետո ասում է Ղարաբաղը տարածք է, Ադրբեջանի սրտում, եւ մենք պետք է հարգենք սահմանները, մեկը իրան հարցնի, Իսրայելին ինչ որ մեկնաբանություններ չունեք ասելու Լիբանանի կեսը վերցրել է սահմանները ինչ եղավ ձեր Սիրիայի սահմանները ինչ եղավ որ երկու անվտանգության գոտի է սահմանել Իսրայելը եւ Թուրքիան այդ ժամանակ սահմանների մասին ինչու չհիշեցիք Սերբիայի սահմանների մասին ինչու չհիշեցիք 90-ականներին երբ որ Կոսովոն անջատեցիք Սերբիայից այն նույն պատճառով էթնիկ զտում մեր էթնիկ զտումը զտում չէր ալբանացիների էթնիկ զտումը զտում էր Մեկ-մեկ ձեր նորմերը աշխատում են, մեկ-մեկ ձեր նորմերը չեն աշխատում։ Դուք Պրահայում ստորագրել տվեցիք այս մարդուն, որ նա հանձնի Ղարաբաղը։ Դուք եթե մի կաթիլ խիղճ ունենայիք, դուք կհարցնեիք, բայց 120,000 մարդը ի՞նչ է լինելու։ Դուք գոնե այդ ձեր սուտ այդ բարերը, որ դուք ինչ որ երաշխիքներ եք տրամադրում, դուք գոնե կասեիք Ֆրանսիան երաշխավորում է կամ միջազգային հարաբերական կազմակերպությունները երաշխավորում են հայերի անվտանգությունը Ղարաբաղում։ Դա էլ իհարկե սուտ կլիներ, բայց անգամ այդ սուտը դուք չասեցիք։ Դուք հանձնում եք Ղարաբաղը, հանձնել եք տալիս Ղարաբաղը, մի բառ չեք ասում այդ մարդկանց մասին, հետո գալիս եք երգեր եք երգում Ազնավուրից եւ ցեղասպանության մասին եք խոսում։ Գիտեք, երգերեսայնությունը այս 15 ստանդարտները, որ դուք ունեք, դա էլ պետքա սահման ունենա, էլի երեսպաշտությունը պետք է սահման ունենա։ Ակնհայտ է, որ Փաշինյանի այս հակառուսական դեմարշը կամ միջոցառումը, որը որ նա հյուրընկալել է Երևանում, որևէ կերպ ռուսական կողմը չի ընդունի դա եւ հետևանքներ կլինեն։ Եկեք փորձենք հասկանալ ռուսական կողմը ինչպիսի արձագանք կտա։ Ես չեմ փորձում այլևս ռուսական կողմը հասկանալ։ Ես շատ հարգում եմ
Ռուսաստանը, ես հարգում եմ եւ Եվրոպան եւ Միացյալ Նահանգները, շատ անգամ ասել եմ, եւ այս երեխայական մանկապարտեզային այդ կռիվների մեջ ես չեմ մասնակցում, բայց ես չեմ փորձում այլևս հասկանալ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը մեր ռեգիոնում։ Դա շատ դժվար է։ Ռուսաստանում կա լոբի, շատ ուժեղ պրոթուրքական լոբի Մոսկվայում։ Մենք լինելով ինչպես միշտ, այնինչ որ մենք կանք, անգամ Ռուսաստանում ունենալով 2 միլիոն հայ, ունենալով այսպիսի սփյուռք, չկարողացանք գոնե Մոսկվայում մեր ազդեցությունը հաստատենք, Ադրբեջանը Իրանը հաստատեց եւ Թուրքիան։ Եվ այնտեղ կա պրոթուրքական, պրոադրբեջանական լոբի։ Մեծ սխալ էր, մեծ սխալ էր пассив մնալը 20 թվականի պատերազմի ժամանակ այո Ռուսաստանը կանգնեցեց պատերազմը, առաջարկեց մի քանի անգամ կանգնեցել պատերազմը, խաղապահ ուժեր տեղակայեց եւ այլն։ Չի կարելի ասել, որ ոչինչ չարեց, բայց շատ տարօրինակ է սա։ Անհասկանալի է իմ համար։ Ինչ հետևանքներ է լինելու, դե արդեն հետևանքները տեսնում եք։ Կամած մեկ առ մեկ կտրվում են մեր տնտեսական կապերը Ռուսաստանի հետ, նոր սանկցիաներ են լինելու, խոսվում է անգամ օդային տարածքը փակելու մասին։ Եթե Հայաստանը դուրս է գալիս ԵԱՏՄ-ից, ասել եմ, մենք մի կես միլիոն Հայաստանի քաղաքացի ունենք, որոնք Ռուսաստանից ստիպված են լինելու դուրս գալ, քանի որ այլևս այնտեղ ապրելը եւ աշխատելը շատ դժվար կլինի նրանց համար, եւ նրանք գալու են Հայաստան։ Ինչ է լինելու ռազմական առումով։ Պարզ է, որ սրանց հրաման է տրվել արդեն ռուսներին Հայաստանից հանել, բազան փակել։ Մենք ծնկի են գալու ադրբեջանցիների եւ թուրքերի առջեւ, վաղը որտեղ ուզեն կմտնեն, որտեղ ուզեն կհարցակվեն, մեր սահմանի վրա ինչ գյուղ կուզենան կվերցնեն, հեսա այլ բանն է, անկլավներն է հանձնելու, արդեն կարող եք համարել, որ սա լուծված հարց է։ Նա Թավուշի անկլավները հանձնելու է, Տիգրանաշետը հանձնելու է։ Երբ որ նա սկզբից սուտ է ասում, հետո լռում է, դա նշանակում է արդեն հանձնել է, մեզ փաստի առաջ է կանգնացնելու։ Դա էլ կտեսնեք, մենք դառնում ենք անզեն եւ անօգնական։ Թուրքիան եւ Ադրբեջանը, Ալիևը եւ Էրդողանը որոշելու են Հայաստանի որ գյուղն է լինելու հայկական, եթե լինելու է, եւ որ գյուղերը լինելու են ադրբեջանական։ Նրանք են որոշելու մեր սահմանները ոնց է անցնելու։ Ասել որ Ռուսաստանը իդեալական ձևով պաշտպանեց Հայաստանը սխալ է։ Այո, սխալներ եղել էին, բայց այդ սխալները ուղղելու տեղը մենք հիմա զինաթափում ենք Հայաստանը։ Շատ լավ։ Եթե այդպիսի ճանապարհով է գնում այս անձը եւ իր աղանդի անդամները սա են ուզում, թող լինի իրենց ուզածը, թող վաղը ադրբեջանցիները գան եւ Երևանում ասեն կոնդից դուրս եկեք, այս Շիրվանզադեի հրապարակներ, Սախարովչեր, այս փողոցի անունը փոխեք, մենք ստեղ ենք ապրելու, դուք ընդեղ եք ապրելու։ Թող գան մտնեն Հայաստան։ Եթե մեր աղանդի անդամները դա են ուզում, թող լինի իրենց ուզածը։ Պարոն Խաչիկյան, տեսեք, Զելենսկին Երևանից խոսեց ռուս-ուկրաինական պատերազմի մասին եւ հայտարարեց, որ ռուսական կողմին մայիսի 9-ի շքերթի ժամանակ կարող են անակնկալներ սպասել ԱԹՍ-ների տեսքով։ Մենք տեսնում ենք, որ այս կոնֆլիկտը որևէ կերպ հանգուցալուծումը չի ստանում եւ Զելենսկին նաեւ Երևանից հայտարարեց, որ Ամռանը Պուտինը որոշելու է շարունակել պատերազմը, թե գնալ բանակցությունների։ Այս բառերը մենք շատ անգամ լսել ենք, սա շատ անհասկանալի պատերազմ է։ Այո, հարձակումներ կան եւ Ռուսաստանի տարածքում եւ Ուկրաինայի տարածքում։ Ես միշտ ասել եմ, որ սա ողբերգություն է։ Եթե հիշում եք, երբ սկսվեց այս հարձակումը 22 թվականի ձմռանը, ես ասացի, որ Ռուսաստանի համար պատրաստելու են եվրոպական Աֆղանիստան եւ արյունակամ են անելու Ռուսաստանը։ Այդպես էլ եղավ։ Այս պատերազմը արդեն տևում է մեծ հայրենական պատերազմից ավելի երկար։ Արդեն ամենամեծ պատերազմից Ռուսաստանի եւ Սովետական միության պատմության մեջ դա արդեն գերազանցել է իր երկարությամբ, քանի որ մոտ 30 երկիր աջակցում են Ուկրաինային եւ տեսեք, որ Ուկրաինային տրված օգնությունը արդեն իմ կարծիքով 500 միլիարդը գերազանցել է, մոտենում է տրիլիոնի։ Մեզ եթե տային այդ օգնության մի տոկոսը, մի 10 հազարավորը, ասում եմ միլիոնավոր մասը, որ մեզ տային, մենք կկարողանայինք մեզ պաշտպանել։ Դրա տեղը մեզ երևի տալու են ոչ լետալ զենք, այսինքն ֆրանսիական Yves Saint Laurent Eau de Cologne, երևի, որ մեր տղաները կարողան սափրվելուց հետո ֆրանսիական Eau de Cologne օգտագործեն եւ ենթարկվեն դրոնների հարձակմանը, որի դեմ մենք պաշտպանություն չունենք։
Իսկ այդ պաշտպանությունը տրամադրվել է ուկրաինացիներին, որի համար նրանք եկել են Հայաստան։ Ուկրաինային տրամադրվող այդ օգնությունը աննախադեպ է։ Պատմության մեջ այսպիսի ծավալով օգնություն չի տրամադրվել, իմ կարծիքով չի տրամադրվել։ Պետք է թվերը ստուգել իհարկե։ Միայն Ամերիկան 300 միլիարդ է տրամադրել, այն ժամանակ երբ Տրամպը ընտրվեց, նա այդ թիվը ասեց։ Մոտավորապես նույնը հիմա արել է Եվրոպան։ Ամբողջ աշխարհի զինամթերքը այնտեղ է։ Տանկեր, թնդանոթներ, հավիցերներ, ինքնաթիռներ, հոպի համակարգեր, հրթիռներ, ամեն ինչ իրանց տվեցին։ Մեզ տալու են բամբակ, պամպերս եւ ֆրանսիական օդեկոլոն։ Կտեսնեք, դե կտեսնեք։ Պարոն Խաչկյան, տեսեք, ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում մենք տեսնում ենք, որ զարգացումները բնավ չեն տանում դեպի խաղաղություն, ինչպես կողմերն են նշում, նրանք խոսում են խաղաղության անհրաժեշտության մասին, սակայն իրականությունը մարտի դաշտում գործնական հողի վրա լրիվ այլ է։ Այս պատերազմի շարունակականությունը արդյոք չի ենթադրում իրենից պատերազմի աշխարհագրության մեծացում։ Այո, ենթադրում է, մենք արդեն ունենք, ինչպես ես տարիներով ասել եմ, սա համաշխարհային երրորդ պատերազմ է պրոքսի ձևով։ Սա երրորդ համաշխարհային պրոքսի պատերազմն է։ Այսինքն գերտերությունները ուղղակիորեն չեն հարձակվում միմյանց վրա, չնայած հիմա դրան էլ կարող է հասնել։ Ռուսաստանը արդեն սպառնում է հարվածել այն երկրներին, որոնք դրոններ են տրամադրում Ուկրաինային, ես չեմ կարծում, որ այդ քայլին կգնան։ Բայց դրա փոխարեն մենք ունենք պրոքսի պատերազմ, այսինքն տարբեր ռեգիոններում, Արևելյան Եվրոպայում, Ուկրաինայում, Միջին Արևելքում, արդեն Իրանում եւ հնարավոր է շուտով նաեւ Չինաստան, Տայվան բախումը մենք տեսնենք կամ Չինաստան-Ճապոնիա բախումը մենք տեսնենք։ Չինաստանի պաշտոնական կիսապաշտոնական ներկայացուցիչները, լրագրողները եւ վերլուծաբանները ասել են, որ Ճապոնիան արագ տեմպերով զինվում է եւ եթե Ճապոնիան շարունակի այսպիսի ձևով վերականգնել իր ռազմական ներուժը պոտենցիալը, մենք կոչնչացնենք Ճապոնիան։ Սա դասական երրորդ համաշխարհային պատերազմ է։ Այսինքն ձևավորվելու է դաշինք Ռուսաստան-Չինաստան եւ մյուս կողմից Միացյալ Նահանգներ, Եվրոպա, Ճապոնիա, Իրանը երևի ավելի շատ պրոռուսական, Թուրքիան շատ խելացի երկիր է։ Նա զերծ կմնա այս պատերազմից, հենց որ իրեն պետք լինի, իր ուզածը կստանա, նա մեր պես չէ, մեր պես անխելք եւ էմոցիոնալ։ Այո, նրանք շատ խելացի են։ Իմ ջալը շատ իզուր մենք կռվեցինք թուրքերի հետ։ Նրանք շատ խելացի են, նրանք շատ ուժեղ են եւ մեզ կարող են դիվանագիտության դասեր տալ։ Նրանք փողոցից եկած մարդ չեն բերում իշխանության։ Նրանք 10 անգամ իրենց ասածը չեն փոխում մի ժամվա ընթացքում, կուրծք չեն ծեծում, հիստերիկ ձևով չեն գոռգոռում։ Նրանք խելացի, ուժեղ ազգ են, ցավոք սրտի մենք իրենց խանգարում ենք, ուղղակի մեր աշխարհագրական դիրքը այնպեսին է, որ մենք իրենց խանգարում ենք, ցավոք սրտի։ Այո, սա երրորդ համաշխարհային պատերազմ է պրոքսի ձևով, Ուկրաինայի պատերազմի ավարտը չի երևում, նա մտել է փակ ուղի։ Ռուսական կողմը ասում է, որ ինչ որ առաջընթաց կա, բայց դանդաղ առաջընթաց, Ուկրաինան ասում է, որ նրանք են հակագրոհում, այս ամառը հնարավոր է ավելի ինտենսիվ գործողություններ տեսնենք, պետք է հասկանալ, որ սա հեղափոխություն է, ռազմական հեղափոխություն է։ Սա նույն բանն է, ինչ որ տեղի ունեցավ երկրորդ համաշխարհայինից հետո, երբ բալիստիկ հրթիռները սկսեցին օգտագործվել, նույն բանն է, ինչ որ եղավ առաջի համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ թնդանոթները սկսեցին օգտագործել ռազմական ավիացիան, սուզանավերը եւ այլն եւ այլն։ Տանկերը, այո, տանկերը եւ հետո իհարկե երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տանկերը, Հիտլերի այդ բլիցկրիգի ստրատեգիան եւ իր պանցեր զորքերի օգտագործումը տանկային զորքերի, սա հեղափոխություն է ռազմական արվեստում։ Եվ իդեպ մեր ֆրանսիական փորձագետները, այդ բառն էլ արդեն իր արժեքը կորցրել է, էքսպերտները ասում են, որ Ֆրանսիան շատ հետ է ընկել դրոնների ստեղծման գործում։ Եվ մեր տեխնիկային թատրոնի դերասաններին մի հատ հարցրեք, երբ որ Ֆրանսիան ասում է մենք Հորմուզում չենք օգնելու Միացյալ Նահանգներին, մեր ՆԱՏՕ-ի դաշնակցին, երբ են նրանք գալու Հայաստանին օգնել, որ ճանապարհով են գալու, Թուրքիայով, Ադրբեջանով, Իրանով, թե Վրաստանով, երևի Վրաստանով, վերջի անգամ որ նրանք փորձեցին այդ մարշրուտկաները, տրանսպորտային մեքենաները ապակուց սարքած բերել Հայաստան, մի ամիս պոդիում դրանք մնացին Թուրքիայի մի հատ զանգով։ Այսինքն ումից են նրանք մեզ պաշտպանելու եւ ոնց։ Իրանց հարցրեք դա։ Ինչ ասեմ, սա ինչ որ աբսուրդային շոու է, գոնե, գիտեք, գոնե արժանապատվություն ունեցան մեր լրագրողները, ինչպես միշտ, գոնե նրանք ինչ որ ձևով պաշտպանեցին իրենց ժողովրդի արժանապատվությունը։ Այս խմբից ես այսպիսի բան չէի ակնկալի։ Պարոն Խաչկյան, եւ բազմաթիվ լուծաբանների
դիտանկյունից ելնելով եվրոպական ողջ աշխարհամասն է շատ շուտով դառնալու մարտադաշտ, մասնավորապես բազմաթիվ երկրներ, նույն Ֆրանսիան կամ Գերմանիան, Լեհաստանը, ինչու՞ չէ, պատրաստվում են Ռուսաստանի դեմ ուղիղ բախման։ Սա абսուրդ է, ուղիղ բախում Ռուսաստանի հետ չի լինի, քանի որ կա միջուկային զենք։ Շատ ավելի ռեալ բաների մասին է պետք խոսել, այս անխելք աշխարհում, անխելք ղեկավարներ, որոնք նույն բառերն են կրկնում, առանց հասկանալու թե ինչ են ասում։ Ուղիղ առճակատում չի կարող լինել Ռուսաստանի հետ, քանի որ դա նշանակում է մարդկության ոչնչացում։ Ռուսաստանի 5500 գլխիկը պլյուս այն գլխիկները, որոնք նրանք կարող է ինչ-որ տեղ թաքնված պահում են, նրանք կարող են ամբողջ աշխարհը ոչնչացնել։ Այսպիսի հարձակումից հետո մեր միջնոլորտը ատմոսֆերան փակվելու է, այդ ածուխը բարձրանալու է, փակելու է արևի լույսը, մենք սովից կմահանանք եւ ռադիոակտիվ աղտոտությունից կմահանանք, ամիսներով մեռնելու ենք մարդկությունը, այսպես բան չի կարող լինել, բայց կան ռեալ հետևանքներ, ռեալ հետևանքը այն է, որ միջուկային զենքը սկսելու է տարածվել, այսպիսի հարձակումից հետո Իրանի վրա բոլոր երկրները հիմա կցանկանան ստանալ միջուկային զենք։ Ֆրանսիան արդեն Լեհաստանի հետ խոսում է միջուկային զսպման սցենարների մասին, այսինքն լրիվ կատարյալ խելագարություն։ Մեր ռեգիոնում սա տարածվելու է, Իրանը իր տարօրինակ այս քաղաքականությունը անընդհատ խաղալ հարստացման հետ, բայց բոմբ չստանալ, ռումբ չստանալ, սա վերջանալու է, վերջապես նրանք կամ պետք է ստանան միջուկային զենք, կամ պետք է ընդհանրապես չհարստացնեն Իրանը։ Նրանք ուզում են մեջտեղը կանգնեն եւ անընդհատ սադրում են այս գործողությունները, իմ համար սա անհասկանալի է, կամ պետք է ստանալ միջուկային զենք, որպեսզի այլևս հարձակում չլինի, եւ նրանք ունեն մոտ 10-ից 13 գլխիկի համար անհրաժեշտ հարստացված ուրան, ինչպես ասում են բաց աղբյուրները, կամ պետք է ընդհանրապես չհարստացնել։ Դա իհարկե իրենց գործն է, իմ համար մի քիչ անհասկանալի է այս խաղի նպատակը, բայց սրա հետևանքը լինելու է այն, որ ուրիշ երկրները անխուսափելիորեն ստանալու են միջուկային զենք, ինչպես ստացավ Պակիստանը, Հնդկաստանը եւ գաղտնի ձևով Իսրայելը։ Դրանից հետո տարածվելու է եւ Հյուսիսային Կորեան։ Դրանից հետո սա տարածվելու է ուրիշ երկրներով։ Եվ մենք ապրելու ենք մի աշխարհում, որտեղ արդեն տասնյակ պետություններ ունեն միջուկային զենք, իսկ դա ինչ է նշանակում։ Ամենափոքրիկ սխալը, մարդկային սխալը, կոմպյուտերային սխալը, պատահարը, սխալ ընդունված ինչ որ հետախուզության տեղեկություն։ Գիտեք, Սառը պատերազմի ժամանակ մի անգամ Թուրքիայում ռադարի վրայով մի երամ անցավ, թռչունների երամ, որը ռադարը կարդաց որպես սովետական հարձակում։ Նորվեգիան 90-ական թվականներին գիտական հրթիռ էր ուղղել դեպի մթնոլորտ եւ դա Ռուսաստանը տեսավ որպես միջուկային հարձակում։ Տասնյակ օրինակներ կան, հարյուրավոր օրինակներ կան։ Հիմա այդ օրինակները բազմապատկեք, ասենք, եթե մենք ունենանք 10 միջուկային պետություն կամ 20 եւ մի սխալը բերելու է միջուկային հարվածների փոխանակման եւ ավարտի։ Ես կարող եմ շնորհավորել մեր լիդերներին, մեր աշխարհի ղեկավարներին, որ նրանք բացարձակապես ոչ մի բան չհասկացան Սառը պատերազմից եւ դուրս գցեցին աղբանոց 90-ական թվականների այն հնարավորությունը, որ մենք ապրենք խաղաղ աշխարհում, հարգենք միմյանց շահերը եւ ստեղծենք համատեղ կոլեկտիվ անվտանգության համակարգ, որը ուզում էր Ջորջ Բուշ ավագը, Ջորջ Բուշ Senior, իր մենք ունեինք New World Order, նոր աշխարհակարգ 90-ականներին, որը կարող էր ստեղծել այդպիսի համակարգ, բայց մենք կարող ենք շնորհավորել մեր ընկերներին, դա տապալվեց եւ գցվեց աղբանոց։ Եվ վերջում վերադառնալով Երևանում տնօրինացող հակառուսական միջոցառմանը, տեսակապով այդ միջոցառմանը միացել էր ոչ ավել ոչ պակաս Իլհամ Ալիևը, եւ իր ելույթում նա հերթական անգամ հայատյացության դրսևորումներ էր ունեցել, արցախցիներին մեղադրելով ռազմական հանցագործությունների իբրև թե իրականացվելու մեջ եւ նաեւ մենք ֆիքսացինք, որ ազգակործության պատվասը բնականաբար որևէ հակադարձում չարեց Ալիևի հակահայտ թեզերին եւ վերջում ասաց thank you։ Իսկ դուք զարմանում եք, դուք երբևիցե տեսել եք, որ դեսպանը առարկի իր ղեկավարին։ Այսպիսի բան մարդկային պատմության մեջ դուք տեսել եք։ Իհարկե ոչ։ Նա իր դեսպանն է Հայաստանում։ Նա որ գնում է Էրդողանի մոտ փիսիկի պես նստում է իր գիրքը պահած,
Էրդողանը, որը ասել է ես եմ սպանել 5000 տղա, չի ամաչում։ Գնում է կողքը կանգնում է, ֆիզիկի պես այդ գիրքը պահում է։ Գնում է Ալիևի մոտ, դառնում է կուրկուրի ձակ։ Հետո վերադառնում է Հայաստան, ես ձեզ կփռեմ ասֆալտին, կծեփեմ պատերով, դուք պատվալում կփդեք, ես ձեզ բոմժ կդարձնեմ, ինչ կուզեմ կբանակցեմ ու խոսում է իր ոնց ասեմ, անձնական մասերի մասին Facebook-ում, երկրի ղեկավարը խոսում է իր անձնական մասերի մասին։ Ես չգիտեմ որ գետի մեջ գցվեմ, որ ես կամ ինֆարկտից մեռնեմ, որ ես այդ շարունակվի այս տանջանքը եւ այս անհաջող լրագրողին մենք դարձրեցինք երկրի ղեկավար։ Շնորհավոր եք 680,000 մարդուն, ովքեր ձայն տվեցին սրան եւ իր այդ մնացած 20%-անոց այդ աղանդին ցավոք սրտի։ Այո, նայեփևիցե չի առարկելու։ Իսկ Ալիևի կողմից եթե նայեք, Ալիևը ճիշտ է, եթե նայեք իր կողմից, նա կարծում է եւ ադրբեջանցիները կարծում են, որ մենք գրավեցինք իրենց տարածքը, այնտեղ հանցագործություններ գործեցինք եւ այլն։ Նա արտահայտում է իր երկրի դիրքը, դա նորմալ է։ Ես չեմ ասում, որ նա ճիշտ է, բայց նա նորմալ է, իր տեսակետը նա արտահայտում է, նա ներկայացնում է իր ժողովրդի շահերը։ Մի բան է, որը նորմալ չէ, երբ որ մի ժողովուրդ ընտրում է, մի ժողովրդի մի մաս, այն էլ կեղծիքներով, ընտրում է մի լրագրողի մի անձի, որը ամեն ինչում հակադրվում է իր ժողովրդի շահերին, ներկայացնում է մի ուրիշ երկրի շահերը եւ զոհաբերում է իր սեփական ժողովրդին։ Խնդիրը մենք ենք։ Խնդիրը մեր հասարակությունն է, մեր խնդիրը Ալիևը չի։ Ալիևի հետ շատ էլ պետք էր եւ կարեւոր էր եւ անհրաժեշտ էր գար ինչ-որ համաձայնության 18 թվականից հետո, երբ նա դեռ առաջարկում էր եւ ինքնավարություն եւ ուրիշ պայմաններ, որը մենք չընդունեցինք։ Այս անձը ասում էր մենք կգնանք խաղաղ համաձայնության եւ չընդունեց եւ նա մերժեց Մինսկի խմբի առաջարկը, որը վերջերս հրապարակվեց։ Նրանք չհասցրեցին սուտ ասել, որովհետեւ այդ թղթերը հրապարակվեցին։ Ղարաբաղը կարող էր ապագա ինչ-որ ստատուս ունենալ կամ Ադրբեջանի կազմում, կամ Ադրբեջանից դուրս։ Նա դա մերժեց։ Ու հիմա ասում է Ղարաբաղի մասին չխոսակ, պատմական Հայաստանի մասին չխոսակ։ Եվ մի ուրիշ խայտառակ բան, այն է, որ այսպես կոչված դեմոկրատական լիդերները եկան Հայաստան եւ բացարձակ չի խոսվում ոչ ռեպրեսիաների մասին, ձերբակալությունների մասին, ոչ լրագրողների այս խոսքի իրավունքը պատժելու օգտագործելու համար իրենց պատժել եւ ձերբակալելը, քաղ բանտարկյալների մասին, եկեղեցականների բանտարկությունների մասին ոչ մի բառ չի ասվում։ Սա էլ ձեր խոսքի ազատությունը եւ դեմոկրատիան։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, սիրելի ընկերներ, իմ հյուրն էր Ստենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչկյանը, ծս հետ էր Դավիթ Ֆիդանյանը, բաժանորդագրվեք Antifake YouTube-յան ալիքին, շարունակեք աջակցել ալիքին, Patreon, Super Chat, Donation Alerts, ֆինանսական քարտային դրամական փոխանցումներ, կրիպտո արժույթ եւ կհանդիպենք հաջորդ շաբաթ։